Փաստորեն այդ ինչ որ ես պետք է պատմեմ, այդ դեպքը կատարվել է 97 թվին։ Մայիս ամիսն էր։ Ամուսնուս տենց ուղարկեցի Սիսիան, ինչ որ մի ձևով ընտանիքի գոյությունը պահելու համար, որ ինչ որ չափով առևտուր անի, բերի եւ դրանով ապրենք մենք։ Ու ամուսինը Սիսիանից եկավ, թե իր հետ ճանապարհին ինչ էր կատարվել, ոչ ոք չիմացավ։ Ամուսինը Սիսիանից վերադարձավ շատ ծանր վիճակում, լրիվ հոգեկան վիճակը խանգարված։ Այդտեղից սկսվեց իմ կյանքի ոնց ասած դժվարությունը, եւ ես ընկա շատ ծանր դժվարությունների մեջ։ Ես մի նույն պահին փաստորեն աշխարհի ոնց որ աշխարհիկ մարդիկ ինձ ուղղություն ցույց տվեցին, որ ես առաջի հերթին իրան տանեմ բախտնայողներին։ Քնար ջան ինքը վախեցել է, մի ատար թող իր վախը չափեն։ Եվ որ ես այդ դուռը բացեցի, փաստորեն այդ վախ չափողը իմ տան մեջ ինչ որ կատարվել էր, նա նույնությամբ ինձ ասեց։ Ինձ թվաց, որ նա արդեն ամեն ճշմարտությունը ոնց որ կատարվել է, այդպես ինձ ասում է, ես մտածեցի, որ ես գտա փրկություն։ Փաստորեն բախտնայողներն էլ իրանց գործն են անում, էսի տար դիր գլխի տակ, էսի տար կապի դիր իրա գրպանի մեջ, եւ գնալով իրա վիճակը գնալով վատանում է։ Փաստորեն եւ որ ես իրան դիմեցի բժիշկներին եւ խնդրեցի, քանի որ ես չունեի այդքան հնարավորություն, որ ես իրան պարկացնեմ հիվանդանոցում, ես խնդրեցի, որ բուժումը կատարվի տան մեջ։ Եվ որ առաջի ասեղը պետք է ամուսնուս սրսկեին, այդ պահին ես հասկացա, ես տեսա, թե իր մեջ ինչ կատարվեց։ Երկնքից մի գերբնական ուժ վերևից մտավ իր մեջ։ Եվ այդ պահով նա ուզեցավ հարձակվեր ին վրա, որ նրան թվաց, որ ես միգուցե իրան արդեն ուզում եմ վերացրած լինեմ։ Այդ պահին այդ նույն դիվական ուժը բռնեց նաև իմ աղջկան։ Աղջիկս լրիվ վախի ոգով բռնված ամբողջ մարմնով թուլացավ։ Պատկերացրեք, ես ինչ սրտացավություն կապրի այդ ժամանակ, ոնց որ ասեմ, մեկը դարձավ երկուս։ Հիմա ես չգիտեմ որ մեկի մասին մտածեմ, ուր գնամ, ինչպես անեմ, ում դիմեմ, փրկություն եմ ման գալիս, բժշկություն եմ ման գալիս։ Եվ դրանից հետո փաստորեն տան մեջ մի մեծ հակասություն, փաստորեն ամուսինս աղջկաս դեմ։ Մեկը մյուսին թշնամի։ Աղջիկը հորը չի ուզում տեսնի հայր աղջկան։ Մինչև անգամ հասել է նրան, որ միգուցե արդեն ես տեսնում եմ կարող է շատ հնարավոր է, որ ամուսինս այդ բռնկումներով հասնի եւ ունեց խփի, որ աղջիկս կարող է եւ վերանա։ Ճարահատված ես ամուսնուս բռնեցի ստից պատճառներով, իրան տարա տեղափոխեցի հիվանդանոց, միակ նպատակս, որ իրանց երկուսին առանձնացնեմ իրարից։ Այդ բախվող ուժերը, որտեղ շատ ուժեղ էր, ես դա տեսնում էի։ Եվ նույն այդ բանով նորից աղջկա շարունակեցի տանեմ այդ բախտնայողի տունը։ Սա էլ նորից էլի ճշտեր, այնքան ճիշտ է ասում, մեր տան անկյունից դուրս եկած։ Եվ ես էլ արդեն այդ իր ճշտին հավատալով շարունակում եմ այդ դուռը նորից գնալ։ Եվ հասամ նրան, որ արդեն աղջիկս ծանր դարձավ անկողնային։ Մի օր ուրեմն մինչև անկողին ընկնելը, բարեկամս իր երկու աղջիկներին ուղարկել է մեր տուն, գնացեք հեղինեին բերեք, ասում է, թող գոնե միջավայր երեխու փոխվի, լավ կլինի երեխան մի քիչ թեթևանա։ Պատկերացրեք, աստիճանների վրա կանգնած եմ եւ ճանապարհում եմ երեք աղջիկներին։ Իրանք իջան աղջիկս հետևից։ Մեկ էլ աղջիկս տեսնեմ, այս sense գլորվելով աստիճաններով գնաց։ Հեղինե ջան, լավ ինչ եղավ, աղջիկ ջան, դու չես կարողանում այդ աստիճան իջնես։ Մամա ջան, ինձ բրդում են, այ մամա, ինձ բրդում են։ Լավ, հեղինե ջան, ախստե մարդ չկա, ես մենակ եմ, ով քեզ բրդեց։ Մամա, չես հավատում, ինձ բրդում են, այ մամա։ Ու մի օր բարեկամս ա եկել մեր տուն, հորքուրիս աղջիկն է, հեղինեից բերել եմ, նստած կուխնայում սուրճ ենք խմում։ Մեկ է տեսանք հեղինեից սենց խեղճացավ, կծկվեց։ Մամա, տես եկան։ Հեղինե ջան, ով։ Մամա, տես քանի հոգի են, 7 հոգի։ Սատանան իր հրեշտակներով։ Կծկվում էր, խեղճանում, սենց հավաքվում, մի բուռ էր դառնում։ Լավ, մամա, ինձ օգնի, մամա, հեսա ինձ կխփեն։
սենց փաթաթվում եմ, սենց ուզում եմ գրկեմ, բայց ես ոչինչ չեմ տեսնում։ Մտածում եմ, լավ է աղջիկս խելագարվել, այս աղջիկս գժվել, լավ ի՞նչ է կատարում։ Ախ, ես ի՞նչ է տեսնում, որ ես չեմ տեսնում։ Ու տենց էս ամենը իրան գցեց անկողին։ Աղջիկս լրիվ անկողնային ծանր վիճակում, վերջում արդեն տեսա, որ այդ բախտնայողից արդեն ես հասկացա, որ այդ բախտնայողը թեկուզ ճիշտ ասում, բայց ես տեսնում եմ, որ իմ տունը քանդվում է։ Տանս մեջ թշնամությունը պատել է, լավ որ գնամ։ Հիմա էլ գնացի բժիշկներին։ Տարասկզբից Մասիսի հիվանդանոց։ Ամեն մեկը մի հիվանդություն։ Այնքան հիվանդություն կպցրեցին աղջկաս վրա, լավ, վախեցավ, այդքան հիվանդությունները որտեղից են սարքում իմ աղջկա վրա։ Իմ աղջիկը հիվանդ չէր, ինչ են ասում։ Աշխատանքի տեղը մոտիկ մեկը ունեի, Ռուբեն Մաթևոսյանի բաժանաղնա կինը, իրանց ասեցին, որ իր քենին Նորքի մասիվի գլխավոր հոգեբուժն է։ Հասցեով բանով ես գնացի այնտեղ։ Ինչ որ տան մեջ կատարվել էր, սկզբից ես իրան լրիվ պատմեցի։ Զարա Կազարովնա։ Ասեց, դե հիմա կուզեմ ձեր աղջկան տեսնել։ Աղջիկս էլ բոյով, շիկահեր, կապույտ աչքերով, գեղեցիկ, սենց սիրուն աղջիկա։ Նայեց իմ աղջկան, ասում է քնարի, ու լրիվ զննեց։ Տարբեր զննումներն արեց, ասում է, ես չեմ պատկերացնում, դե ինչ ես պատմում։ Քո աղջիկը հիվանդ չի։ Քո աղջկան ոչինչ չկա, ասում է, թե դու ինչ ես պատմում, ես զարմանում եմ։ Բայց քեզ օգնելու համար ես ափսոսում եմ, քո այդ սիրուն աղջկա անունը կանգնի։ Լավ է, ես իմ հիվանդանոցում չպարկացնեմ, արի ես քեզ մեկ ուրիշ ճանապարհով օգնեմ։ Ես դեղերը նշանակեմ, դու այդ դեղերով իրան բուժումներ արա տան մեջ։ Եվ եղբայր տենց համաձայնվեցի, բերեցի տուն, բերեցի, սկսեցի սրսկումներ անել, վերջը, մամա ջան, ինչ կրնի, հանկարծ ոչ մեկ չիմանա էլի, որ ես հիվանդ եմ։ Մամա, ոչ մեկին չասես, որ ես հիվանդ եմ։ Իր ընկերուհու մաման ամենամոտիկ գալիս այդ սրսկումներն անում է։ Ինչքան սրսկում եմ, հիմա հեղինես աղաչում է, պաղատում է։ Մամա ջան, ցավը տանեմ, այ մամա ջան, այդ բուժումներ ինձ մի արա։ Մամա, մի արա, բայց ես չեմ հասկանում։ Ես էլ մայր եմ, բա Հեղինե ջան, ախր Հեղինե ջան, դու գնալով վատանում ես, ես ոնց չանեմ, բա թողեմ դու տենց տանջվես, ես ոնց նայեմ, դու ոնց ես տանջվում։ Գնալով Հեղինես վիճակը ավելի վատացավ։ Լեզուն էլ փոխվեց։ Այդ սատանան այդ իր հրեշտակներով կարողանում է իր ներգործությունները անկողնու մեջ։ Նորից հարցակումներ, նորից ծեծ, ամբողջ մարմինը կապտացավ։ Լրիվ այդ ապտակների տեղեր, այդ ազդրերի վրա, որ չեմ բացում, այսպես լրիվ կապտած։ Մեկ էլ ասում է, մամա ջան, եկան։ Մամա, տես կվալտ են բերի, ուզում են գլխիս խփեն։ Հաջորդ օրն ասում է, մամա ջան, հիմա էլ լոմ են բերել, ուզում են մտցնել սիրտս։ Մեկ է տեսնեմ, Հեղինես դրանցից ծիծաղում է։ Հեղինե ինչ եղավ, ու դրանց հետ խոսում է երեխայի նման, մանկական լեզվով, կոմիկություններով։ Մամա, ասում է, այս սատանան սենց անում, այ տենց լավ եղավ, դե գնա։ Ասում ինչ ա եղել, Հեղինե ջան։ Մամա, տես ասում է, այդ սատանան ասում է, լոմ են գել իր ոտին, ոտը բռնելով սենց լնգում է։ Ասեմ, բա Հեղինե ջան, ոնց եղավ, որ ընկավ իր ոտին։ Մամա, ասում է, մի հատ բարի ձյաձյա տեսան։ Որ տեսան, վախից այդ ոտ լոմ ընկավ իր ոտի վրա։ Մեկ էլ ասում եմ, բա Հեղինե ջան, այդ բարի ձյաձյան ով էր։ Այդ ժամանակ եղբայր, փաստորեն, քանի ես դեռ ասում չէի ճանաչում։ Ես մեկը ունեի մի հուսատեղ, որը իմ կուրքն էր, այսպես ասած, դա իմ եղբայրն է, որը նոր հաջում ապրում, ինքն էլ բրլյանչիկ տղա։ Եթե ես մի քիչ դժվարություն ունենայի, եղբայրս կգար ինձ կօգներ, հույսս ինքն էր։ Մամա, իմ արու քեռին է։ Իմ արու քեռին էր, տեսան, լոմ ընկավ իրանց ոտին։ Եղբայր ուրեմն օր ա եղել մտել եմ, նայել եմ անկողնու մեջ, տեսել եմ Հեղինեն չի պարկած։ Մի հատ դեմք, որ ես վախեցել եմ նայեմ, պատկերացնում եք, ու այդ դեմքը սև, գեշ, այսենց ոնց որ վիզ չլնի, այսենց գլուխը գա մտնի մարմնի մեջ։ Ես որ մտա իր սենյակ,
Էս իմ երեխեն չի պարկած։ Էս ով աստեղ պարկել։ Ես ցենց զարմանում եմ, լավ ասում եմ։ Մարդը թեկուզ լավ վախեցավ, հիվանդացավ, բայց ախր էս ինչ էր կատարվում իմ տան մեջ։ Էս ինչ եմ ես տեսնում, բայց ոչինչ չեմ հասկանում, թե էս ամենը ինչ ավարտ պիտի ունենա։ Ու եղբայր արդեն դրանից հետո Հեղինեիս վիճակը գնալով վատացավ։ Խոսում ա կոմիկություններով, ոչինչ չի ուտում։ Հաց ենք տալի ուտ, իսքան։ Դնում ա բերանը, հարցնում ենք, Հեղինե ջան, ինչ ես կերել այսօր։ Մամա 3 հատ մատնաքաշ։ Այն մյուսօրը Հեղինե ջան, այսօր ինչ ես կերել։ 5 հատ մատնաքաշ։ Ասում, դե գժվել է, գժվա։ Ու ման եմ գալի, հա, ասում են ցեղականալնում, ասում են, այ մարդ մեր ցեղի մեջից բան չկա։ Լավ ումը քաշեց, որտեղից եկավ, ինչ եղավ, ոչինչ չեմ հասկանում։ Եվ փառք Աստծուն, Աստված ինձ միտք տվեց, եւ այդ օրերի մեջ Աստված ինձ պահել է, որ ես մնամ մենակ։ Ծնողներս էլ չգիտեն։ Ոչ մեկին չեմ ասում։ Ցավը ինքս եմ կրում իմ անձի վրա։ Ուրեմն այդ օրը ես ասեցի, ես էլ քանի որ մի 2-3 տեղ եմ աշխատում, հիմա աշխատանքի տեղից կանչում են, բա լավ, Հեղինեին ու մոտ թողեմ, որ գոնե գնամ աշխատանքի տեղը հանդիպեմ գամ։ Մի հատ միտք ինձ տվեց, որ ես զանգեմ գյուղ, քույրիկիս կանչեմ։ Մի օր ուրեմն գյուղում եմ մինչև այդ օրը ընթացքը, գնացել եմ գյուղ, 2 քույրս կտակարանը կարդում են, երգում են, ուրախանում են։ Ես էլ այդ կտակարանը վերցրեցի, այսենց տնաշեններ ասեցի, այդ գիրք չկա կարդակ, այդ սև գիրք այդ ինչ է, որ դուք կարդում եք։ Վեկ ալեց այսենց շապարտեցի։ Գրադարան լիք գիրքը գնացեք վերեք կարդացեք էլի։ Տեսնեմ այս 2 քուրս, ինձ մի տեսակ խղճահարությունով ինձ նայեցին ու լցկրտվեցին։ Եկել եմ տուն տանջվում եմ, լավ ինչ արեցի, որ դրանք այսպես լաց են լինում։ Բայց ստեղ Աստված իմ սրտին դրել է, որ հենց հետ այդ քրոջս կանչեմ գա իմ մոտ։ Բայց ասում եմ Աստված ջան, ո՞նց կանչեմ, որ մամաս չիմանա իմ տան կատարվելիքի մասին։ Չեմ ուզում մայրս իմանա։ Ինչ ձևով եմ խաբել, ինչ ձևով Աստված իմ մեջ ուժ դրել, որ ես չլացեմ, ուժ լինի իմ մեջ, որ մամայիս կարողանամ համոզեմ այդ քրոջս ուղարկի իմ տուն։ Վերջապես քույրս եկավ հասավ իմ տուն։ Մտելա, մի վրաց հարցնում է. Հեղինեն ուրա, Հեղինեն ուրա։ Լավ, Գոհար ջան, ասում եմ։ Մի վրաց ինչ ես խառնվել, Հեղինեն ուրա։ Հեղինեն գլուխը ցավում է, պարկացրել եմ, էլի ասի մի քիչ պարկի հանգստացի։ Արի ես քեզ սուրճով հյուրասիրեմ, մի քիչ հանգստացի։ Հետո կհանենք Հեղինեն կզրուցես։ Չէ, այտենց Հեղինե կլինի, մորքուրը Սիսյանից գա, Հեղինեն պարկի տեղից չելնի։ Ուշ կեթում է մորքուրի համար։ Չգիտեմ ոնց համոզեմ քրոջս։ Ասեցի մեկա, որ չասեմ ինչ պետք է անեմ։ Մեկա պետք է իմանալ, լավ ասեմ։ Քուր ջան, ասեցի, ես քեզ կելի լավ բանի համար չեմ կանչել։ Ես քեզ կանչել եմ, երևի ես ու դու վաղը Հեղինեի մահը կտեսնենք։ Երևի կանչել եմ, որ գաս Հեղինեին, թե ինչպես պիտի թաղենք։ 2 քույր մի կուշտ լացեցինք, եկանք Հեղինեի մոտ։ Հեղինեից չգիտեմ ինչ է խոսում։ Մեկ էլ ինչ պատմեց Հեղինեն։ Մամա ասեց, այդ սատանաները, ասում մեկը մտել է այս թևս, մեկը մտել է այս մի թևս։ Ինձ տանում են, ասում է։ Ինչ որ կատարվում էր իր հետ, քնած է, ինձ մեզ թվում է քնած է։ Արթնանում է պահի տակ, ու ինչ որ կատարվում է, ինձ պատմում է։ Մամա, ասում եմ, բա ուր տարան քեզ։ Մամա տարան, այսինքն մի հատ ասում է, ծծումբի լիճնա, թե կրակի, տենց ճիշտ ասած չհասկացա։ Ասում եմ, մամա, ինձ ուզեցին այսենց որ արդեն ինձ բրթեն, գցեն այդ դճի մեջ։ Մեկ էլ ասում եմ, մամա, տեսա 2 ձեռքեր, այսենց գոտկատեղից ինձ գրկեց։ Չվախենաս, զավակս, ես քո հետ եմ։ Մամա, թեքվեցի, տեսա Հիսուսը։ Գլխավերևումս կանգնած։ Ես քո հետ եմ, զավակս, չվախենաս։ Մամա, երեք որ տեսա, քերին չէր, Հիսուսն էր, այ մամա, Հիսուսն էր։ Եղբայր, ինձ թվաց, դե որ արդեն ինքը Հիսուսին տեսա, արդեն զավակս փրկվեց, բայց գնալով իրավիճակը վատանում է։
վատանալով վատանում է, որտեվ իր գլխի տակ բախտ նայողները այնքան կապանքներ են լցրել, ես էլ վախից ոչ մեկին չեմ ասում, ծածուկ եմ անում, ով ինչ հարցնում է չեմ ասում, այդքան վախ ա դրա մեջ, գիտեմ որ ասեմ, չգիտեմ ինչ կնի։ Եվ հեղինեն արդեն պատկերացրեք հակել է սատանայի կերպարանքը։ Օր ալնում, որ ես ուզում եմ սենց խեղտվում եմ, մի միտքեր ինձ ասում է, էլ ինչ ես ուզում, ամուսինը տտես ծանր վիճակում, աղջիկը տետ վիճակում, դու ապրում ես ինչ անես։ Դրանից հետո ու բոլոր բարեկամությունս էլ, ով լսում է, թե իրանց տների մեջ ինչ մի լավ բան ունեն, այդ իրանց վերջի կերակրատեսակները, ինչ մի թանկանոց բան ունեն, պատրաստում են բերում հասցնում, բոլորը մտածում են, որ արդեն վերջի օրերն է, հեղինեին պետք է թաղենք։ Եվ րոպե արդեն հեղինես մահանում է։ Հենց տեսնում ենք, որ մահանում է, քարի նման պառկած, քար։ Քույրս մեկը զարկերակն ենք բռնում, մեկը սրտի աշխատանքն ենք նայում, չկա, մահացած։ Եվ ով դու մայր, բռնում եմ այսենց թափահարում, գոռում եմ, ճվում եմ, լացում եմ, աղերսում եմ, մեկ էլ նորից է կենթանանում, մահանում է, կենթանանում է, որ տեսա արդեն վերջի պահն է իրա, ու դրանի, ու այդ օրերի մեջ էլ, քանի որ ես դպրոցում եմ աշխատում, մեր ուսուցիչներից մեկի աղջիկը ինստիտուտի 2-րդ կուրսում հանկարծ ամահեղավ։ Ու մեր աշխատողներից մեկի բարեկամն է, ես գնացի այդ թաղմանը, որ չգնացի այդ աղջկան տեսա, ոնց որ իմ աղջկան տեսնեմ։ Այդքան նման, ինձ թվաց, թե վաղը այդ նույն տեսարանը իմ տան մեջ պետք է կատարվի։ Այդ ինչ ցավով տուն եկա, որ ես էլ արդեն պետք է դրան պատրաստվեմ։ Մամա, դու թաղում էիր գնացել, ասեցի հա, Հեղինե ջան։ Մամա, իմ նման է այդ աղջիկը։ Այն ով սրան ասեց, որ իրա նման է, ով եկավ իրա խաբար տվեց։ Մամա, ես էլ եմ իրա մոտ գնում։ Դե մայրես, արի ու այդ խոսքերին դիմացի։ Վերջը եղբայր տեսա, որ էլ ոչ մի փրկություն չկա։ Իջա նորից, որպեսի տնից չզանգեմ, ինքը խոսքերս չլսի, իջա մեր ներքևի առաջի հարկից, կապնվեցի նորից հիվանդանոց, Երևան այդ նորքի մասիվի, Բժշկուի ջան ասեցի, նորից քնարիքն ա քո այդ խոսում։ Բժշկուի ջան, ուղղակի ես քեզ խնդրում եմ։ Դու էլ մայր ես, դու էլ զավակներ ունես։ Ես գիտեմ դու պիտի ինձ ճիշտ հասկանաս։ Մոր համար ինչքան ցավա զավակ կորցնել։ Այն է 18 տարեկան։ Բժշկուի ջան, ուղղակի աղաչում եմ էլի։ Ինչ կլինի այդ վերջի պահը։ Այդ իր այդ վերջի շունչը, որ պետք է լինի, ասում եմ։ Բերեմ ինչ կլինի, պարկացնեմ հիվանդանոցում։ Գոնե դուք իմ կողքին կլինեք։ Գոնե մեկը կլինի, որ ինձ հույս տա։ Ես չեմ դիման այդ ցավին, թե ինչպես եմ կորցնում իմ աղջկան։ Զարը կազարնասեց, դարձյալ չեմ ընդունում։ Քնարիկ ջանից հիվանդանոցներ կա, տարբեր հասցեներ ասում, տարես հիվանդանոց, տարեն հիվանդանոց, բայց ես, ոնց որ ուզեն ասի, ինձանից ինչ հասնում էր, ես իմ կողմից բուժումները նշանակել եմ, այդ սրսկումներն արա ինքը կլավանա, բայց այդ սրսկումներ իրան մահ է տալիս, ուրիշ ոչինչ, և հետո ես հասկացա, որ այդ բուժումները, որ ես իրան արել եմ, պատկերացրեք, որ սրսկվելա չէ, դա չէր ներծծվել իր մաշկի մեջ, լրիվ այսենց քարացել էր, մնացել իր մարմնի վրա։ Եվ որը տեղից կոտրված, փշրված սրտով բարձրացա, տեսա Հեղինես չկա, մահացել է։ Խելագարի նման հարձակվեցի, երկու ուսերից գրկեցի, սենց խելագարի նման թափահարեցի, Հեղինե ջան, ամուսինս հոգեկան հիվանդ, աղջիկս մահանում է, էլ ես ինչի համար ապրեմ, լավա ես էլ մեռնեմ, թե չէ ես չեմ դիման, ես էլ խելագարվեմ։ Ասեցի Հեղինե ջան, թե մահանում ես, ես չեմ թողի, որ դու մանես, ես չեմ կարա իմ աչքերով նայեմ, թե դու ինչպես մահացար,
Ես հետ հարվածին չեմ դիմանա աղջիկս։ Թեմա չունեմ, հենա կողնյայում դանակը սրած դրած։ Կբերեմ այսենց հենց հիմա, կմցնեմ սիրտս, որտև իմ աչքիներով ոչինչ չի գալիս։ Կյանքը ես ոնց ասած արդեն հոգնել եմ կյանքից, էլ չեմ ուզում ապրեմ։ Ու տենց եղբայր պատկերացրեք, Հեղինեն կենթանացավ գրկիս մեջ այդ խոսքերից։ Սենց թպրտաց, նորից կենթանացավ ու գոռաց. Հիսուս! Ու դրանից հետո ինքը սկզբից իմ հարևանների համար, դիմացիս հարևանս, որ կար, մեր հոգևոր եղբայրներ, ինքը ապշռնի ինֆարկտով տենց հիվանդացել էր, բայց Տերը շատ փառավոր իրան 2 տարի կյանք տվեց, ինքը ապաշխարեց, նոր հետո մահացավ էլ է։ Հիմա խնդրում եմ սկզբից իր համար. Հիսուս ջան, իմ հրաչ աղբերը, դու գիտես նրա վիճակը ոնց է։ Հիսուս ջան, խնդրում եմ, հանկարծ ինքը չմահանա, տան ամբողջ ծանրությունը կընկնի կնոջ վրա։ Ու իրանից բացավ ներքևի հարևան աղջիկը ամուսնացել է, բաժանվել է, երեխան գիրք եկել է։ Հիսուս ջան, չլինի Արամիկ անհայր մեծանա։ Հիսուս ջան, ինչ կլինի, խնդրում եմ էլի, դու նենց արա, որ նայն է նորից իր ամուսնու հետ միասին լինեն, որ Արամիկը տենց չմնա մենակ, ասում անհայր։ Ամբողջ մուտքի, ով որ ինչ դժվարություն ունի, բոլոր սենց բնակիչներին բերեց, ներկայացրեց Հիսուսին։ Եվ որ հարևաններից վերջացրեց, անցավ բարեկամներին։ Քեռիս ստամոքսում խոց կա, խնդրում եմ Հիսուս ջան, քեռի ստամոքսը բուժի, տատիկի ձեռքերն ա ցավում, այն մեկից տեղն ա ցավում, վերջը սաղին ասեց բրծավ եղբայր, մեկ էլ քույրս ասեց, Հեղինե ջան, դե քանի որ ինքը հոգևոր է, նա արդեն գիտի ինչ խորհուրդ է, որը ես չունեի։ Բա Հեղինե ջան, դու քեզ սկի Հիսուսի առաջ մեղավոր չես ճանաչում։ Բա քո համար էլ խնդրեմ։ Հիսուս ջան, ինձ էլ ներիր, ես էլ քո մեղավոր զավակն եմ։ Հայր մերը ասեց ու քնեց։ Մենակ ես ասում եմ Երանի այն աչքերին, որ այդ պահը տեսներ, թե Հեղինեն որ քնած է, այդ ինչ մի հատ երկնքից կարելի ասել, մի հատ այդ ինչ գեղեցկություն էր իջել ու Հեղինեին ծածկել։ Մենակ մտածում եմ, թե տամինը ինչով պիտի վերջանա, ինչ է կատարվում Հեղինեի հետ, ու թույլ ժպտում է, մեկ էլ որ աչքերը չբացեց, աչքերի այդ կապույտների գույնել էր փոխվել, մի ուրիշ երանգ էր ստացել, փայլում է Հեղինեն, Հեղինե ջան, քեզ ինչ եղավ, մամա, Հիսուսը իջել էր, իմ մահճակալիս կողքը կանգնած էր Հիսուսը, ասում եմ, Հեղինե ջան, բա ինչ էր ասում։ Մամա գիտես ինչ ասեց։ Ասեց զավակս։ Ես քեզ ընտրել եմ դեռ մորդ որովայնից։ Դու իմ ընտրած զավակն ես։ Դու ծնվեցիր, մահացած ծնվեցիր, բայց ես քեզ կյանք տվեցի։ Դու 8 օր մահացած էիր։ Այդ սատանան էր մայրիկիդ հետ խոսում մանկական լեզվով, որպեսի մայրդ գլխի չընկներ, որ դու չկաս։ Բայց դու մահվան դռների առաջ, դու քեզ թողած, դու ուրիշների համար կյանք էիր խնդրում, զավակս, նայր ինչքան լավն ես, ինչքան բարի ես, որ դու քեզ թողած ուրիշների համար էիր խնդրում։ Ես քեզ կյանք եմ տալիս, զավակս, մայրդ էլ տեղ չթողեց, որ քեզ չտարավ, ոչ ոք քո ցավը չհասկացավ, քո բժիշկը ես եմ, մայրդ այնքան շատ էր ասում, լավություն եմ անում, դեմս չի գալիս, դե հիմա մամայիդ ասա, որ դու մարդկանցից լավություն մի սպասիր, դու թե մինչև հիմա լավն ես եղել, շարունակի դրանից հետո էլ ավելի լավը լիներ, որտև կա մեկը երկնքում, որ այդ ամենը տեսնում է և մի օր կբերի քո առաջ։ Զավակս, քո ընտրյալին ես եմ ընտրելու։ Այսօր դու խաղաղության աղավնի ես և ամբողջ ձեր տան մեջ և ամբողջ մուտքի մեջ և այդ պահին Հեղինեն այսենց թռավ անկողնուց ելավ, ուրախությունից պարում է, թռչկոտում է,
Մամա, ես բժշկվել եմ։ Ես զարմաց, ամբողջ սենց ով որ մեր տունը կար, բոլորս քարացած, որ մենք պատրաստում ենք պետք է վաղը Հեղինեին թաղենք, փոխարենը Հեղինեն կենթանացավ։ Հեղինեն կյանք ստացավ Հիսուսով։ Փառք իրար։ Այդ ընթացքի մեջ Հեղինեի հետ միասին նաև բժշկվեց եւ ամուսինս։ Իսկ Հեղինեի հետ գիտեք ինչ էր կատարվում։ Քանի որ Հեղինեն արդեն բժշկված է, չէ՞։ Հերնումա դուրսը Հեղինեն շատ լավ է։ Բայց որ Հեղինեն գալիս է տուն, հենց ոտքը դնում է շեմին, նորից մամա սիրտս վատացավ։ Պարկում է այդ բարձի վրա, նորից Հեղինեն վատանում է։ Նորից այդ կծկումները մատեր այսինց փետանում էր, այսինց ամեն մի մատը մի յուսի մի չեր անում, իրարից հեռացած։ Սենց բռնում, տրորում, քարի նման, այսինց սուս պարկում էր։ Լավ, բա Հիսուս իրան բժշկեց, էս ինչա կատարվում։ Դա էր Տիրոջի ցառա, որ այդ կապանքները, որ իրա բարձի տակ անմիտս այտենց ինչ տվել են, բերել եմ, թաքցրել եմ, ես չեմ հասկացել, որ դա ինչ ուժ ունի, որ հենց աղջիկս պարկում է դրա վրա, այդ բաներ իր մոտ կատարվում է։ Ու տենց մի անգամ էր հարևաններից մեկ ինքն էլ է հավատքի գնում, ամբողջ աշխարհին պատմում են բաց իրանից, իրան չեմ ասել։ Մի օր ես կգնամ աշխատանքի, ինքը կգա մեր տուն։ Այ Հեղինե ջան, կարող է ձեր տունը մի բան կա պահած, որ մամատ ինձ չի ասում։ Վարդեր տուտա, արի ասեմ, հլին բարձի տակը նայի, որ չի բացում բարձի տակը, լիքը, ինչ ասես, ինչ տվել են բերնեմ, հանկարծ ուրիշի չասես, որ ասես աղջիկդ կվատ, վախից ոչ մեկին չեմ ասում։ Մինչև այդ ամենը իրա գլխատակից չհանեցինք, ինքը դեռ չէր լավանում։ Ու տենց եղբայր, ոնց ես ապաշխարեցի։ Գյուղում առևտուր եմ արել, ճիշտն ասած հարևաններից մեկը մի հատ շատ թանկանոց կանացի կոստյում ա տվել, որ ես տանեմ վաճառեմ գյուղում։ Ինչ ճիշտն է, ինչքան առևտուր եմ արել, լրիվ այսենց միշտ ոնց ասած տակ էի տալիս, կորցնում էի, ոչինչ չէի շահում այդ առևտուրից։ Եկավ այդ կոստյումը վաճառեցի իմ հորեղբոր վրա, տղային նշանել են, հարսնացու պիտի ունենան, հագցրեցին հենց իսկական իրանց հարսնացուի վրովը։ Կոստյումը ինձ մի քիչ էժան ա տվել այդ տերը, բայց շատ լավ կոստյում ա, Քնարիկ ջան, որ ուզենաս կարաս մի 5000 դրամ իրա վրա դու ավել դնես ծախես, որտեվ թանկ ապրանքը։ Հիմա ծախել եմ հոպարիս վրա, բայց այնքան խղճ մտանքս ինձ տանջում է։ Ես ներքուս տանջվում եմ, հենց պետք է հոպարիս վրա ես 5, այն մեկին իսկի 100 դրամ չէր մնում, հոպարիս վրա ես 5000 այդքան ավել եմ ծախել։ Եկել ենք, որ պապաս արդեն ինձ պիտի ճանապարհի։ Ճանապարհի վրա այդ իմ բոլոր այդ իմ վեշերն, ապրանքներն, ինչ որ իմ համար իրան կապել են, ճանապարհն էլ քրոջս տնից մի քիչ վերև է։ Պապային կանգնացրեցինք այս վեշերի մոտ։ Քույրիկս բա Քնարիկ ջան, արի իջնենք, մի հատ սուրճ խմենք, մինչև տրանսպորտ կանի դու կգնաս։ Ճանապարհից մի քիչ ներքև հոպարիս տունն է, որի վրա ես այդ թանկ կոստյումը վաճառել եմ։ Վերջը, մեկ էլ պապան զեն տվեց, տրանսպորտը կանգնած եմ, նստեցի եկա։ Այդ վեշերը, այդ որի մեջ որ իմ գումարն է, մեկ էլ չմոռանամ ասեմ, քերս էլ բերեց $80 փող ա տվել ինձ, Քնարիկ ջան կտանես, կտաս տղայիս։ Այդ գումարն էլ հետս 42000 դրամ եւ $80։ Այդքան իմ դրամապանակի մեջ ես տուն եմ գալիս։ Ու ամբողջ ճանապարհին այնց եմ հսկել այդ պայուսակը, որ ոչ մեկը չի կպել, գիտեմ, կպնող չի եղել։ Հասա տուն, հենց դուռը բացեցի, մտա, տղաս վեշերս միջև կտանի, կտեղավորցնի, հələ տենա մամաս ինչքան փող աշխատել։ Այդ դրամապանակը վերցրեց ու բացեց, դրեց սեղանին եւ ինչ կատարվեց իմ հետ։ Ուրեմն տղաս տեսնում է, որ եւ 42000 դրամն է տեղը, եւ $80, բայց ես կուրացել եմ։ Ես այդ 42000-ը չեմ տեսնում։ Միտքը ինձ ասում է, հիշում ես, պապատ քեզ ինչ ասեց։
Դու հոպարիդ վրա թանկ է իր ծախը, պապայդ էլ դուր չեկավ, այն որ դու իրան կանգնացրել էի ճանապարհի վրա, այդ փողը տարելա տվելա իր աղբորը, որտեվ դու ասма չարաշայցիր, այդքան թանկ ծախեցիր իր աղբոր վրա։ Մի հատ չարություն է մտել մեջս, ոնց որ ես մի հատ գազան առնեմ։ Հիմա իմ տղան աղաչում, պաղատում է, այ մամա ջան, միթե մամա դու չես տեսնում, այ մամա, էսի 42,000 է, էս էլ $80, չէ, միտքը ինձ խեղդում է, պապա փողերդ վերցրեց, հենց հիմա զանգի, պապային արա խայտարակ, վերջապես կոդի զանգը գնաց, մայրս հեռախոսը վերցրեց, մամա, հլը մի հատ են պապային ասա, ոնց փողերս գողացել ես, շուտ հետ ուղարկի։ Այն պապան, որ ամբողջ կյանքում աշխատել է, եթե մի կտոր կերել է, կես ուղարկել է իր աղջկան։ Եվ այսօր ես կարողանում եմ իմ պապային այտենց, ոնց ասած, շարի կապել։ Պատկերացրեք, որ մայրս լացեց, այդ իմ գոռալուց, ու այդ պահին քրոջս ասել է, այդ քնարը չի։ Քնարը կյանքում տենց իրան թույլ չէր տա, այդ ձև խոսար, իմ վրա տենց գոռար, այդ քնարը չէր։ Մամա ասա ոնց փողերս գողացել է, վաղը շուտ ուղարկի, դուք չգիտեք այդ ուրիշի ապրանքը, ես որտեղից պետք է տամ այդ փողերը։ Ասեցի, հանգստացա, հեռախոսը դրեցի, արդեն շատ ուշ ժամը, գնացի, խաղաղվեցի, նպատակից հասա ու քնեցի։ Առավոտը արթնացա, ամեն մեկը իրա գործին, ամեն մեկ իրա դասին, մենակ եմ տուն։ Եկ այս ինձ նստեցի սեղանը աթորը դրած, նստել եմ տխուր է սեղանի կողքը, թե ինչ եմ մտածում ես էլ չգիտեմ։ Մեկ է տեսա երկնքից մի քաղցր ձայն։ Զավակս, գրել կարդալ լավ գիտես, փողերը այ ընդեղ, գարձիրովի դարակում դրված է, գնա բեր դիր սեղանի վրա և հաշվիր այդ փողերը։ Որ չբերեցի, էլ ինչ հաշվեմ։ Հենց արդեն առանց հաշվելու տեսա, դրամն էլ ատեղը, դոլարն էլ ատեղը, բալա վերեկուր էր այդ փողերը, երեկ ես չէի տեսնում այդ փողերը, ինչքան էլ ուզում էր տղաս համոզեր, միևնույն է, ես չէի տեսնում այդ փողերը, և Տերը խոսեց այս անգամ իմ հետ, զավակս, այս ամեն գործերը քո տան մեջ ես արեցի, որ դու ինձ ճանաչես, որտև դու ինձ չես հավատում և չես ճանաչում։ Հիմա տեսար իմ գործերը, հավատացիր, այ են եկեղեցին տեսնում ես, քայլիր այդ եկեղեցին, այդ ինչ որտեղ կատարվել է քո տան մեջ, դու պիտի վկայես մարդկանց, որտև դու տեսար, հավատացիր, վկայիր մարդկանց, որտև մարդիկ ինձ չեն ճանաչում։ Հաջորդ օրը եղբայր, վեր եմ կացել մեր հավատացյալ քույրիկին, որ իմ հարևանուհին է, ինչքան ժամանակ մինչև այդ ամենի կատարվելը, գիրքը վերցնում էր գալիս էր մեր տուն։ Քնար գրագետ աղջիկ ես, կարդամ լսի։ Կարդում էր, այս ականջիցս մտնում էր, այս մեկից էլ դուրս էր գալու։ Գնում էր հրմյատել հետևից ասում էի, բա որ հավատացյալ ես։ Ուզում էի ասեի, բախի ճիշտ չես ապրում։ Ես գիտեի, որ հավատացյալ, ուրեմն պետք է հավատացյալը մի հատ մաքրություն լինի, մի հատ սրբություն լինի։ Ատենց էի տեսնում։ Որ մի բան էլ տեսնում էի, իր ասածները չէի ընդունում։ Հիմա որ կանչել եմ իրանք մեր տուն, սենց եմ անում, վարդեր քույրիկ։ Մենք վաղը գալիս ենք պաշտամունքի։ Մենք ես անում։ Ոնց թե, գալիս ես պաշտամունքի, ես էիր ուզում, այսպես պատի ծեծվեիր, հասկանայիր, նոր գայիր։ Հետո որ Աստված ինձ շատ օգտագործեց իր փառքի համար, ես հասկացա, այո, մարդը չէր, որ ինձ պիտի տաներ, միգուցե մարդու տարածը կես ճանապարհին մնար, Աստված ինձ պատրաստեց, նոր ուղարկեց, որ ես մտա եկեղեցի, ոնց որ ես արդեն ամեն ինչ հասկանայի։ Ու դրանից հետո Աստծո աշխատանքը իմ համար, եւ որ ես դի վկայեի, չէ, գնում էի մի տեղ, եթե ես սխալ էի վկայում,
Սուրբ Հոգին բերում էր ինձ դաստիարակում էր։ Դու այդ խոսքը, որ իրան վկայեցիր, դու կատարում ես, որ իրան ասում ես, զավակս։ Ամեն իմ ընթացքի մեջ մեկ առ մեկ ինձ բացատրում էր, թե ես ինչպես պիտի քայլեմ, որ Տիրոջը հաճելի լինի։ Եվ այդպես մինչև հիմա ես ծառայում եմ Տիրոջը եւ Տերն էլ փառավորվում է իմ կյանքի մեջ։ Ամեն մի ընթացքի մեջ ես իր փառքը տեսնում եմ։